ինչ որ այսօր կատարվում է մեր երկրում, իհարկե առաջին հերթին գլխավոր պատասխանատուն դա այսօրվա նստած կառավարիչներն են, սկսած առաջի դեմքից, վերջացրած յուրաքանչյուր պետական պաշտոնյա, որը որ ինչ որ որոշում կայացնելու հնարավորություն ունի։ Բայց իրենց այդ հավասար ես պատասխանատվությունը դնում եմ նաև մեր բոլորի վրա, իմ վրա, մյուս բոլոր Հայաստանի քաղաքացիների վրա, որոնք իրենց անտարբերության պատճառով, մենք բոլորս մեր անտարբերության պատճառով մեր երկիրը 25 տարի անկախությունից հետո բերե հասել ենք այն վիճակին, որ մենք նորից պետք է կռիվ տանք անկախության վերականգնման համար։ Ամեն օր մեր համար անդառնալի բան է կատարվում այս երկրում, ամեն օր։ Անդառնալի բան մեկի համար կարող է դա չի երևում, տեսանելի չի, դրա համար ինքը չգիտի, որ դա անդառնալի է, ասենք այդ ամբողջ ուրեմն մեր երկրի հարստությունները, որ վաճառվում են ամեն օր, ամեն ամիս, ամեն տարի, դա նույնպես անդառնալի process է։ Բայց դրանք տեսանելի չեն։ Դրա համար ասում այստեղ պետք է հիշել, որ ամեն օր անդառնալի գործընթաց է եղանում, որովհետև մենք ունեցել ենք բացասական ընտրասերում եւ բացասական այդ հատվածը այսօր փաստորեն տիրել է ղեկավարման լծակների։ Ամեն օր մենք չգիտենք, թե վաղը ինչ է լինելու։ Դրա համար մենք պետք է լուրջ փոփոխություն անենք Հայաստանի քաղաքացու եւ հայ բնակչի ուղեղի եւ նրա գիտակցության մեջ։ Եթե համանդրական փոփոխությունների մասն ենք խոսում, ուրեմն այս մի ամիսը, եթե ընդդիմությունը ուզում է ինչ-որ բան անի, իմ կարճ խելքով, այսպես ասած, պետք է գյուղ առ գյուղ, տուն առ տուն, խմբերով, ստեղծի խմբեր, ակտիվ խմբեր, որոնք որ գյուղ առ գյուղ, տուն առ տուն կմտնեն եւ մարդկանց կբացատրեն, թե ինչի համար է պետք ուրեմն համանդրական փոփոխություններին ոչ ասել։ Այս համակարգի ցանկացած գործողություն, ինչ որ իրենք անում են իրենց մտածելակերպով եւ իրենց տեսական եւ մասնագիտական հենքով, հա, չի կարող դրական փոփոխություններ բերել այս երկրին։ Այդ իմանում միանշանակ է։ Դրա համար այդ կարտալու պետք չեմ էլ ունեցել։ Մենակ կարտացել եմ այն հոդվածները, որոնք վերաբերում են բնապահպանական մասերին ու արդեն միանշանակ համոզվել եմ, որ պետք է ոչ ասել։ Ամենաօպտիմալ տարբերակը կլինի, եթե ամբողջ մեր ազգը ուղղակի այդ օրը ինչ որ ձև արտահայտեր իր բողոքը փողոցում, նստեր փողոցում ու ընդհանրապես չգնար ոչ մի նրա տեղամաս։ Իմ կարծիքով դա ամենաօպտիմալ եւ ամենագեղեցիկ տարբերակը կլիներ։ Ասենք բոլորը դուրս են գալիս փողոց, նստում ենք ինչ-որ միտեղ ամեն բնակավայրում, Երևանում տարբեր հրապարակներում, գյուղերում, գյուղամեջում, այն փոքր քաղաքներում իրենց հրապարակներում ու չենք գնում ոչ միտեղ, մինչև այդ բանը վերջանում է։ Քվեարկությունը, այսպես կոչված, հա, որ քվեարկությունը չես կարող ասել։ Խաղ անհնազանդությունը դա ամենաօպտիմալ եւ ամենաճիշտ տարբերակն է ընդհանրապես ցանկացած հարցերի լուծման, եթե դու չես կարողանում այլ եղանակներով ստիպել պետական կառավարման համակարգին փոխել իր մոտեցումները կառավարման ոլորտում։ Մի քանի դրական արդյունքների դեպքում կարող է լուրջ մոբիլիզացիա առաջանալ եւ այդ դեպքում արդեն շատ չեմ ասի հեշտ, բայց շատ ավելի տեսանելի կլինի կառավարման մոտեցման փոփոխությունը։